Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վարչապետ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ քննարկվել է գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվությունը։ Քննարկվել են նաև Պաշտպանության նախարարության առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Global Firepower 2026-ի վարկանիշի համաձայն Հայաստանը տարվա սկզբին զբաղեցնում է 101-րդ տեղը աշխարհի ռազմաքաղաքական հզորությամբ երկրների շարքում։ Առաջատարը Միացյալ Նահանգներն է, երկրորդը Ռուսաստանը, տասնյակում ընդգրկված են Չինաստանը, Հնդկաստանը, Հարավային Կորեան, Ֆրանսիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան եւ Իտալիան։ Տարածաշրջանում Ադրբեջանը 60-րդն է, Իրանը 16-րդը, Վրաստանը 95-րդը։ Վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 գործոնի հիման վրա եւ հրապարակվում է 2005 թվականից։ Հայ-թուրքական սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենաարագ ազդեցությունը կունենա տուրիստական հոսքերի ավելացման վրա։ Հայաստան-Թուրքիա սահմանային մարգարեանցակետում շրջայցի ժամանակ հայտնել է էկոնոմիկայի նախարարի տեղակալը։ Նա ասել է, թե սահմանի հնարավոր բացումը կազդի նաև ծառայությունների ոլորտի ընդհանրապես արագ գործնական եւ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Կկրճատվեն տրանսպորտային ծախսերը, մատակարարման շղթաները եւ կընդլայնվի շուկաների հասանելիությունը։ Օկուպացված Արցախից վերադարձած մեր հայրենակիցները, որոնք ժամանակավորապես գտնվում էին Գորիսում, դուրս են եկել եւ գտնվում են պետական հոգացության ներքո, հայտնել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ 10 հայերը անցնում են անհրաժեշտ բուժզննումները եւ հոգեբանական աջակցությունները։ Միայնակ ապրող եւ հարազատ չունեցող մարդիկ կգտնվեն պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչեւ բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում։ Ամերիկայի փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան տարածաշրջանային այցին է անդրադարձել Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեի դիտարկմամբ այցը կապված է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ, ինչը միանգամայն բնական է, իսկ թե ինչու Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան Վրաստան չի այցելում հարցին արձագանքել է, որ դա Միացյալ Նահանգների սեփական որոշումն է եղել, սակայն Թբիլիսին հայտարարել է ռազմավարական գործընկերությունը մաքուր էջից վերականգնելու պատրաստակամության մասին եւ զգուշությամբ սպասում են Միացյալ Նահանգների վարչակազմի որոշմանը, հավելել է Կոբախիձեն։ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան $788,000 վառելիք։ Նշվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է առաքվել պրեմիում տեսակի 1220 տոննա վառելիք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է, այս մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ 2 տարվա արդյունքներով շուրջ 95 կյանք է խնայվել ճանապարհատրանսպորտային պատահարներից եւ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները եւ մեր եզրակացությունը միանշանակ է։ Պատճառներից մեկը ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է, այսինքն խմացություն ունեցող վարորդներին վարորդական իրավունքից զրկելը, հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Էկոպարեկային ծառայության կայացման համար պետությունը 2025-ին ծախսել է 6.3 միլիարդ դրամ։ Այդուհանդերձ նախորդ տարի կենթանական եւ բուսական աշխարհին հասցվել է 523 միլիոն դրամի վնաս։ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է 2025-ը, մասնավորապես անդրադարձել են ջրային ռեսուրսների կառավարմանը։ Ըստ այդմ Արարատյան ստորգետնյա ջրային ռեսուրսների վերականգնող ծավալը կազմել է տարեկան 926 միլիոն խորանարդ մետր։ Այսինքն թույլ են տվել այս ծավալով ստորգետնյա ջուր դուրս բերել տարբեր նպատակներով գործածելու համար։ Մյուս կողմից 2025-ին Արարատյան դաշտում լուծարվել է 8 եւ կոնսերվացվել 25 խորքային հոր, ինչի շնորհիվ տարեկան 30 միլիոն խորանարդ մետր ջուր է տնտեսվել։ Ջրային ռեսուրսներին առնչվող կեղտաջրերի մաքրման ոլորտում սահմանվել են նոր պահանջներ։ 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի առաջատար 10 խոշոր հարկատուները պետական բյուջե են մուծել շուրջ 491 միլիարդ դրամ հարկ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից պակաս է 3.61%-ով կամ 15.33 միլիարդ դրամով։ Տվյալները ներկայացնում էր պետական եկամուտների կոմիտեն։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական սոցիալական վճարներն անկանխիկ տնօրինելու դեպքում նախկինի համեմատ 8%-ով ավելի 20% հետվճարի համակարգը։ Ապրիլի 1-ից բոլոր պետական վճարները, այդ թվում կենսաթոշակները եւ երեխայի ծննդով պայմանավորված նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Վերջին 5 տարում Հայաստանում գրանցված աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է, հայտնել է Աշխատանքի սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Միասնական սոցիալական ծառայության տվյալները հաստատում են նոր աշխատատեղերի կայուն աճը, իսկ անկումը շարունակում է պահպանվել։ Ավելացող աշխատատեղերի վիճակագրության ապացույցն է աշխատանք փնտրողների եւ գործազուրկների նվազող թվերը։ 2025 թվականին Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն գործունեությունն է իրականացրել 5 ուղղությամբ։ Այս ընթացքում համակարգվել է 101 շինարարական եւ 70 նախագծային ծրագիր, ներառելով դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկենտրոններ, մշակութային եւ մարզական հաստատություններ, ինչպես նաեւ հաջորդ 300 դպրոցների նախագծային աշխատանքները։ Կոմիտեն ընդգծել է շինարարության ոլորտի 20%-անոց աճը, շուրջ 645 միլիարդ դրամի ծավալով, աշխատանքների իրականացման համեմատությամբ 2024-ի նույն ժամանակահատվածի հետ։ 2025-ին արձանագրվել է լրագրողների նկատմամբ ճնշումների 45 դեպք, որոնց մեծ մասը 33 իրականացվել է պետական մարմինների կամ պաշտոնյաների կողմից։ Նշվել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարեկան զեկույցում։ Ֆիքսվել է նաև լրագրողների եւ օպերատորների նկատմամբ ֆիզիկական բռնության 15 դեպք, որոնց մի մասը կատարվել է իրավապահների կողմից։ Չնայած տեղեկություններ ստանալու իրավունքի խախտումների որոշ նվազմանը, արձանագրվել է 101 նման դեպք, շարունակվել են պատասխանների ձգձգումները, մերժումները եւ ոչ լիարժեք արձագանքները։ Կապանի Սյունիք օդանավակայանը միջազգային դարձնելու նպատակով Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկումներ կսկսի բաժնետերերի հետ։ Կառավարության նիստում հայտարարել էին արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էրնեկյանի ընտանիքին պատկանող Corporation America ընկերության հետ Հայաստանի միջազգային օդանավակայանի կոնցեսիայի մասին պայմանագրի փոփոխությունները։ Գերատեսչությունը հայտնել է, որ օդանավակայանի միջազգային կարգավիճակի մասով ծրագրերը գտնվում են ամենավաղ փուլում, իսկ օդանավակայանի բաժնետերերի հետ աշխատանքային քննարկումները դեռ չեն սկսվել։ Գործակարգավարականին Տիգրան Նավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնմաքրման աշխատանքներին։ Նա շնորհակալություն է հայտնել մարդկանց, ովքեր ինտենսիվ աշխատել են։ Տիգրան Նավինյանը անդրադարձել է նաև մասնավոր ընկերությունների կողմից ձնմաքրման պարտավորությանը։ Մեր մասնավոր գործընկերները, որոնք որ իրապես այս տարի շատերը այս տարի բացահայտեցին, որ իրենք ունեն պարտավորություն իրենց դիմացի մայթերը մաքրելու, ասեմ ավելին, ուզում եմ այդ գործընկերներին մի վատ լուր էլ հայտնել, իրենք առհասարակ ունեն պարտավորություն իրենց դիմացի հատվածները տարին 12 ամիս պատշաճ տեսքի բերել եւ հետեւել, որպեսզի իրենց դիմացի հատվածը լինի 48N ավականու որոշման ստանդարտներին համապատասխան։ Եվ իրականում այս կրկին այն դեպքն է, երբ որ մենք, այսպես ասած, մեր քթից այն կողմ շատ չենք տեսնում եւ մեր դռնից այն կողմ համարում ենք, որ տենց օտար եւ թշնամուն պատկանող տարածքներ են, բայց դա այդպես չի եւ ավականին դեռևս տարիներ առաջ այս որոշումները կայացրել։ 1000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել 2 գիշեր հունվարի 23-ին ձյուն մաքրող բոլոր մեքենաները տեղակայված են եղել վարչական շրջաններում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի խորհրդական Կամո Արեյանն է հայտնել Երևանի ձնմաքրման աշխատանքների մասին խոսելիս։ Մայրաքաղաքի բոլոր կենտրոնական եւ մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան եւ սառույցի ծածկույթից, եղել է սև ասֆալտ, սա փաստում են եւ օպերատիվ ծառայությունները եւ մեր շրջայցը եւ վարչական ղեկավարների շրջայցը։ Սակայն պարոն քաղաքապետ ունեցանք խնդիր։ Ամսի 23-ին խցանումներ առաջացան մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Մենք քննարկել ենք շաբաթ օրը ԵԱՍՄ-ում պատճառները։ Այն իմ կասկածը, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, եւ դա պայմանավորված է եղել երթևեկի ինտենսիվությամբ տրանսպորտի, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենա մեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի։ Ստիպված ժամը 2-ից հետո նոր դիմել ենք պարոն Փամբուխչյանը օգնությամբ բարեկային ծառայությանը, որը սկսել է ճանապարհ բացել մեր մեքենաների համար եւ մեքենաները կարողացան արդեն մշակել աղ ու ավազով փողոցները։
Վերջին 4 շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Այս մասին հայտնել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա ընթացքում նվազել է 1.1 անգամ, իսկ նախորդ 2025-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ 2.1 անգամ։ Ընդհանուր դեպքերի թիվը 75.4-ը կազմում են 0-ից 18 տարեկանները։ Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-ից 4 տարեկանների շրջանում։ Անքորիջի բանաձևի այն մասը, որը վերաբերում է տարածքային հարցերին, Ռուսաստանի համար հիմնարար նշանակություն ունի եւ երկրի դիրքորոշումն այս հարցում հետեւողական է, հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ եռակողմ շփումները, որոնք արդեն սկսվել են, պետք է շարունակվեն, սակայն սկզբնական փուլում դեռևս չի կարելի ակնկալել որևէ նշանակալի արդյունք։ Պեսկովը հավելել է, որ գործընթացը շատ բարդ է եւ առջևում զգալի աշխատանք է սպասվում։ Շփումները կառուցողական շարունակելու նպատակով։ Լիբանանի հարավային շրջանները ենթարկվել են իսրայելական կործանիչների զանգվածային գրոհներին, որոնք հասցրել են առնվազն 23 հարված ցամաքային թիրախներին։ Ավիահարվածների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև արևմտյան Բեքա շրջանում գտնվող Մեյդուն քաղաքից։ Ամերիկայի Մինեապոլիս քաղաքում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել էին 37-ամյա տեղացի բնակչի սպանությունից հետո։ Հիշեցնենք, բողոքի ցույցերը նոր թափ ստացան այն բանից հետո, երբ հունվարի 24-ին Մինեապոլիսում սպանեցին 37-ամյա Ամերիկայի քաղաքացի Ալեքս Պրետին նրան զինաթափելու փորձի ժամանակ։ Նա դիպլոմավորված բուժաշխատող էր։ Մինեսոտայի իշխանությունները Թրամփից կրկին պահանջել են վերջ դնել խիստ ներգաղթային քաղաքականությունը, որի հետևանքով արդեն 2 մարդ է մահացել։ Ավելի քան 25 մարդ է զոհվել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելյան մասում դեմոկրատական ուժերի միավորում խմբավորման գրոհի հետևանքով։ Կոնգոյի Իտուրի նահանգում 15 մարդու փակել են տանը եւ ողջ այրել, 7 հոգի սպանվել է, եւս 3-ը սպանվել են Վալեզե Վոկուտու շրջանում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության դեմոկրատական ուժերի միավորումը առայժմ չի հաստատել իր հանցակցություն։ Ֆիլիպինյան լաստանավի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Ուղևորատար եւ բեռնատար լաստանավը խորտակվել է Բասիլան նահանգի ափերից մոտ 1 ծովային մղոն հեռավորության վրա։ Ֆիլիպինների ափային պահպանությունը հայտնել է, որ նավի վրա եղել է 332 ուղևոր եւ 27 անձնակազմի անդամ, երբ այն ըստ երևույթին տեխնիկական խնդիրներ է ունեցել եւ խորտակվել լավ եղանակին։ Ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ։ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով արևելյան Տեխասից մինչև հյուսիսային Կարոլինա սպասվում է առաձյուն եւ վտանգավոր մերկասառույց արտակարգ դրություն է հայտարարվել առնվազն 21 նահանգում։ Միխայել Շումախերը Ֆորմուլա 1-ի 7-ակի աշխարհի չեմպիոնը այլևս անկողնային հիվանդ չէ։ 2013-ին Ֆրանսիայի Ալպերում դահուկներով սահելի ստացած ծանր գանգուղեղային վնասվածքից հետո նա երկար ժամանակ կրել է արհեստական շնչառական սարքի օգնությունը։ Այսօր Շումախերը անվասայլակով տեղաշարժվում է բուժքրոջ ու թերապևտի օգնությամբ։ Հայ-ադրբեջանցի պաշտոնյաները գնացել ու զննել են ու գնահատել երասխ սադարակ երկաթուղու ընթացիկ վիճակը։ Տեղ պիտանելիություն ունի արդյոք երկաթուղին, որ մասնագետները հատուկ շինարարական տեխնիկա բերեն, տեղ հասցնեն ու վերականգնեն այն։ Թեպետ այս հարցի պատասխանը չկա, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության դեռ նախորդ շաբաթ տարածած հայտարարության մեջ վարչապետը հայ-ադրբեջանական վերջին այս ուսումնասիրությունը հղում անելով նշեց դեպի երկաթուղի քայլը հենց այն վերաբացելու համար էր։ Հակառակ դեպքում դա ուսումնասիրելու անհրաժեշտություն չէր լինի։ Հիմա ինչի համար կարող է բացվել երասխ սադարակ երկաթուղին։ Տարբերակ 1 կարող է բացվել Հորադիս, Մեղրի, Նախճեվան, սադարակ, երասխ, ախուրիկ, Թուրքիա, հաջորդը երասխ Մեղրի, Օրդուբադ, Հորադիս, երասխ, ասենք Ջուլֆա, Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի Հանրապետություն Նախճեվան։ Փաշինյանը այստեղ արձագանքում էր իշխանական падգամավորի այն հարցադրմանը, թե օրինակ խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովող թրիփը չի կարող անցնել միայն մեր տարածքով եւ ձգվել ընդամենը 43 կիլոմետր, ինչպես հայտարարված է։ Թող հասնի երասխավան։ Վարչապետի հայտարարությունից փորձագետ լուծաբանները հասկանում են հետեւյալը. ըստ էության Փաշինյանն ասում է, թրիփը անցնելու է նաեւ երասխ սադարակ հատվածով։
Կարևորը խնդիրը վերաբերում է միայն Զանգեզուրին, եւ ինչպես Տրամփետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշեց, որ Զանգեզուրի միջանցքը կամ թրիփ, այսինքն դա ցույց տվեց, որ Զանգեզուրի միջանցքը թրիփը նույնն է հասնելու է միայն Հայաստանի ճանապարհով, այսինքն ինքը նշեց այդ կոնկրետ տարածքները, կոնկրետ բացատրի մեջ խոսքը վերաբերում է միայն Մեղրի տարածքի նախոճետ ճանապարհը այդտեղ է լինելու, ոչ մի ուրիշ տեղ թրիփ չկա, դա միայն Սյունիքի մարզում է։ Ինքան հստակ է սևով սպիտակի վրա գրած ամեն ինչ, ամեն հնարավոր վերաբերելի եւ չվերաբերելի հատվածում մանրամասն նկարագրվում է, ոչ միայն հրճակվում է, թե ոնց է պահվելու Հայաստանի իրավազորությունը, ինքնիշխանությունը, այլև որտեղ հնարավոր է ավելի մանրամասն ասում է, թե դա ոնց է դրսևորվելու գետնի վրա, որ չկա, նույնիսկ մանիպուլացնելու տեղ շատ չկա։ Ի վերջո Էլ եմ ասում, սևով սպիտակի վրա գրված է, հրապարակված է, բոլորը կարող են կարդալ։ Հետաքրքրական է, որ ոչ մի փաստաթղթում ոչ նախաստորագրված խաղաղության, ոչ Վաշինգտոնյան հռչակագրի, ոչ էլ նույնիսկ վերջերս Հայաստանի ու Միացյալ Նահանգների գլխավոր դիվանագետների տարածած TRIP նախագծի իրականացման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունում չկա եւ որևէ հիշատակում, թե օրինակ TRIP-ը հասնելու է նաեւ երասխսադարակ։ Հենց օրինակ վերջին հայտարարությունում Հայաստանի տարածքով տարանցի գերթուղիներ Ադրբեջանի հիմնական մասի կապ Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ ձևակերպումները միայն կան եւ աննշան այս բանաձևը տեղադիրքերը ապագայում հստակեցվելիք։ Ոչինչ չասող տեքստը, որտեղ առաջին ախտացիան մեր գտը, սա պարտավորեցնող որևէ փաստաթուղթ չէ։ Եթե պարտավորեցնող փաստաթուղթ չէ, ապա դա հստակեցում չի պահանջում։ Ցանկացածը կարող է մեկնաբանել ցանկացած դեպքում։ Այսուհանդերձ կառավարական տներից պնդում են, թե ընդհակառակը մտահոգությունները հենց իշխանությունն է ունեցել, վերջին գործընթացները սկսել նախաձեռնել մտահոգությունները հասցեագրելու, փարատելու համար։ Ըստ էության անպատասխան հարց չթողնելու նպատակով միայն թե TRIP երթուղում ու դրա վերաբերյալ հստակությունների կարիք ըստ մասնագետների դեռ շատ կա։ Սյունիքում Կիրակի հունվարի 25-ին պայթյուն է տեղի ունեցել Գորիսի Թոսկապ կոչվող տարածքում գերեզմանների հարևանությամբ վիճաբանություն է եղել։ 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է, նա եւ 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են։ Իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ, տեղափոխվել բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսն էլ իր ազգականը եւ ըստ օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաեւ դեպքի վայրում հավաքված այդ քաղաքացիների հայտնածի տեղի ունեցել միջադեպ կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ մահացածներից մեկը նռնակ է պայթեցրել, ով ի դեպ դարձյալ դա ասում էին այստեղ հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր չեն ուզում տեսախցիկի առաջ խոսել, ասելով մենք ներսի մարդ ենք, Գորիսեցի ենք, ամեն օր իրար տեսնում ենք, թող մեզնից դուրս չգա, ինչ որ հոգեկան խնդիրներ է ունեցել, սակայն հաշվառված չի եղել որևէ հոգեբուժական հաստատությունում։ Ժամանել էին քրեական ոստիկանության ծառայողները վարչության պետի եւ Գորիսի բաժնի երթապախումը բաժնի պետի գլխավորությամբ։ Ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները։ Դեպքի վայրից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել է Lexus ու ըստ օպերատիվ տեղեկությունների հենց այդ մեքենայով են նրանք ժամանել դեպքի վայր։ Ըստ տեղեկությունների Արմենն ու իր ազգական Վարուժանը պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցերով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել այդ որոշմանը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր հանգամանքները բարձվում են։ Հանգստյան օրերին Սյունիքի մարզում բեռնատարների շարժը ժամանակավորապես արգելվել էր բքի ու եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Ճանապարհը սպասարկող Գորիսի ճանշինը հսկաձավալ աշխատանք էր կատարում, բայց քամին ու բուքը նորից ձյուն էին լցնում ճանապարհներին։ Բեռնատարներ կան, որ արդեն 5-րդ օրն է գտնվում են այստեղ, չեն կարողանում տեղաշարժվեն, քանի որ ասեցի ճանապարհը ահա որ բուքը բերում իր սև գործը անում է։ Բայց միջև այստեղ մի քանի կիլոմետր էլ դեպի Նորավան ճանապարհն ամբողջությամբ մաքրած է։ Ու քանի որ որոշ հատվածներում բուքը շատ ուժգին էր, բարեկները ուղեկցում էին ճանշինականներին ու նաև մեքենաները։ Ի վերջո հսկայածավալ աշխատանքի շնորհիվ Կիրակի հունվարի 25-ին ճանապարհն ամբողջությամբ մինչև Սյունիքի Զանգեր երթևեկելի էր։
երբ որ մի քանի բեռնատարներ են կուտակվում, երկու բաց են թողում։ Հարգելի բարորդներ, այս ամենը բարեկային ծառայությունը կատարում է ձեր համար։ Ճիշտ է, դուք բողոքում եք, ասում եք, չեն թողում տեղաշարժվեն, երբեք եք, բայց որոշ հատվածներ հիմա այստեղ բաց է, տեսնում եք։ Հունվարի 24-ին նաև արտակարգ վիճակ էր Սիսիանի վարչական տարածքում։ Իրանական համարանիշներով մի քանի բեռնատար երկկողմանի խցանում էին ստեղծել։ Ոստիկանության բարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները կարճ ժամանակում կարողացել են իրանցի վարորդներին հորդորել ճանապարհը բացել։ Երթևեկությունն էլ կարգավորվել է։ Ճանապարհը լրիվ անցանելի է, ոչ մերկասառույց կա, ոչ էլ ձյուն։ Ճանապարհը սպասարկող ճանշին է, հսկայական աշխատանքներ է կատարել, տեսնում եք, ճանապարհը չոր։ Վայոց ձորի մարզից դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհն է, ամբողջ ճանապարհը մինչև այստեղ անցանելի է, ճանապարհն են սպասարկող ճանշինները շատ լավ աշխատել են, նույնիսկ մերկասառույց չկա։ Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ուժեղացված ծառայություն էր նաև Վայոց ձորի մարզում։ Ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի պարեկները տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի բայկի ճանշինին էին ուղեկցում։ Աշխատանքներ էին կատարում։ Ջերմուկի խաշմերուկ չհաստատ, ելնելով վարորդների անվտանգությունից, բեռնատարների շարժը ժամանակավորապես դեպի Սյունիքի մարզ դադարեցվել է, աշխատանքները տեղում ղեկավարում է բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանը